Եկեք ծանոթանանք, ես Մաթևոսյան Անին եմ, 34 տարեկան, ապրում եմ քաղաք Մասիսում, ամուսնացած եմ և ունեմ 3 տղա։ Միշտ երազել եմ աշխատել դպրոցում որպես մանկավար ու մտածել եմ, որ իմ երազանքների երազանքը դա է։ 2012 թվականին, երբ ավարտում էի համալսարանը, իդեպ նշեմ, որ 2 բարձրագույն կրթություն ունեմ, և երբ 12 թվականին բակալավրն ավարտում էի, ես ստացա առաջարկ մնալ և աշխատել որպես դասախոս համալսարանում, բայց քանի որ արդեն 8 ամսական հղի էի և առաջնեկս պետք է ծնվեր, բնականաբար մերժում եմ առաջարկը և համալսարանի բակալավրն ավարտելուց հետո ընկղմում եմ կենցաղի մեջ, տնային գործերի, հոգսերի մեջ, դեռ արդեն ամուսնացած էի, ինչպես հասկացաք։ Գիտեք, հայկական ընտանիքներում, հայկական ավանդական ընտանիքներում, ովքեր որ ծանոթ են, գիտեն, չես կարող դու կենցաղը թողնել կամ մտածել, որ գործը հետո կանեմ, մանավանդ եթե ընտանիքը մեծ է, որտեղ կան կիսուր, կեսրար, տեք հրտալ և գնալ որոշել, որ երեխային նոր ծնված երեխային պետք է թողնել ու գնալ աշխատանքի։ Դա ինչքան էլ մենք ասենք ազատ մտածողություն ունեցող մարդիկ ենք, դա այլ կերպ է ընկալվելու, բնականաբար ես ընկղվում եմ կենցաղի մեջ, ընտանիքի հոգսերի, գործերի մեջ ու սկսում եմ մեծացնել իմ բալիկին։ Իմ բախտը այնքանով էր բերել, որ ընտանիքը adekvat մարդկանցով էր լցված և բնականաբար, եթե ինչ-որ մի բան էլ չէիր հասցնում անել, դա քննարկման ենթակա չէր լինում, բայց ամեն դեպքում, եթե դու նորմալ հասկացող մարդ ես, դու ուզում էիր այնպես անել, որ իդեալական լիներ ամեն ինչը, սկսած հարաբերություններից մինչև կենցաղային հարցեր։ Այսպես առաջնեկս մեծանում է և 2 տարեկան չդրացած ես իմանում եմ, որ շուտով երկրորդ անգամ եմ մայրանալու ու ծնվում է իմ երկրորդ բալիկը։ Երկրորդ բալիկս դեռ 1 տարեկան չդարձած, ես տեսնում եմ, որ իմ մորաքրոջ աղջիկը ինչ-որ նյութերով է կիսվում Instagram-ում, պատմում բիզնեսի հնարավորությունների մասին, ոգևորում մարդկանց ու գրում եմ իրեն, ասում եմ Ազիզ ջան, ինչ ես դու անում հիմա, բա գիտես, ես ուսումնասիրել եմ ու այս բիզնեսում կա մեծ գումարներ, խոսքը Faberlic-ի մասին է։ Ասում եմ դու հիշում ես, մենք ուսանող ժամանակ միասին նա մեր տանն էր ապրում, մենք միասին էինք գնում դասի և 2007 թվականին ես երբ աշխատում էի հրատարակչությունում, ես գրանցվել էի Faberlic-ում, բայց քանի որ ինձ սխալ էին ներկայացրել մարքեթինգը, քանի որ տվել էին, մարքեթինգ չէին ներկայացրել, ասել էին ապրանքը պետք է առնես ծախես, իսկ ես այդ ժամանակ շատ քիչ գումար էի վաստակում ու տանը կուտակվել էր արկղներով ապրանք ու ես չգիտեի դա որտեղ ծախեի, իսկ ինձ ասել էին այդպես է պետք վերցրու տար ու կգտնես մարդկանց, ովքեր որ կառնեն։ Ու ասում եմ, հիշում ես, դու մեզ աշխատում էի, չէ, ես գրանցված էի։ Այնտեղ ինչ գումար կարող է լինել, դու ոնց կարող ես այդքան տեսնելուց հետո իմանալուց հետո նորից գնալ ու գրանցվել Faberlic-ում, տիպիկ հայկական sense բնութագիր եմ տվել, հա, հիմա ոնց որ շատերիդ ասում են, գիտես, հարևանիս աղբոր կնգա, թորան, ծորան, ես իմ ինչ անում եմ, իր մոտ չի ստացվել, նույնը ես եմ արել ու դա նորմալ է, եթե մարդը ինֆորմացիա չունի ոլորտից, բնականաբար պիտի այսպես էլ արձագանքեր։ Ասում եմ, ոնց ես հավատացել, բա չէ Անի ջան, արի փորձի, արի գրանցվի ու կստացվի քեզ մոտ։ Ես որոշում եմ, որ ամեն դեպքում պետք է փորձեմ, որովհետև առջևում մարտի 8 էր, ես պետք է պարտեզ նվերներ ուղարկեի դայակ դաստիարակին և որոշեցի, որ այս անգամ կվերցնեմ ու Faberlic-ից ինչ-որ բան կուղարկեմ ու իմացա, որ եթե ես իմ էջով պատվիրեմ, ապա 20% զեղչված կվերցնեմ, իսկ ինչու ոչ արել ավել, եթե կարելի է նաև այս տարբերակից օգտվել։ Եվ գրանցվեցի, բնականաբար առաջին կատալոգը ոչ մի բան չարեցի, որովհետև մտածում էի, թե որտեղ են ուզում ինձ գցած լինեն, և երկրորդ կատալոգում ես սկսեցի ուսումնասիրել ու հասկացա, որ չէ, եթե իրենց ասածը ճիշտ է, ուրեմն այսքան բալից կգա այսքան եկամուտ և պատկերացնում եք հենց առաջին կատալոգով ես արեցի 400 բալ և ես ստացա իմ առաջին 9000 դրամ աշխատավարձը։ Ասել, որ հիացած էի, կնշանակի ոչ մի բան չասել, որովհետև ինձ ոչ մեկ չէր հավատում, որ ես անպայման գումար եմ վաստակելու։ Միակ մարդը, ով չէր հավատում, բայց չկոտրեց իմ թևերը, դա իմ կիսուր մայրիկն էր, ով ասեց փորձի, եթե կստացվի, կստացվի։ Գիտեք, մարդ, ով կարողանում է համատեղի մի քանի գործունեություն, իրեն կոտրելը շատ դժվար է լինում։ Ես իդեալական պահում էի տան կենցաղային բոլոր հարցերը, իդեալական խնամում էի երեխաներին։ Մեր տանը ոչ մի գործ կիսատ չէր մնում, որը կարար դառնալ խոսակցության թեմա, ու դա նաև նպաստեց նրան, որ իմ բիզնեսին ընտանիքի մեծերը չխանգարեցին, ինչը որ լինում է շատ հաճախ
հայ ավանդական ընտանիքներում։ Դե ամուսնուս մասին չխոսեմ, ես տնօրեն էի դարձել, նա ասում էր, որ մեզ այդ Faberlic-ի եկամուտը պետք չի, թող մի արա։ Հիմա է, որ ամեն ինչ փոխվել է, բայց դա փոխվել է իմ հաստատակամության, իմ համառության արդյունքում։ Ես միշտ դեմ եմ լինում, երբ փորձում են տանը վեճեր հրահրել կանայք, մտածելով, որ կարող է իրանք ինչ-որ կերպ ավել են վաստակում ամուսնուց կամ թեկուզ այդ բային ավել են վաստակում, բայց երբեք կողմ չեմ նրան, որ կինը կոպիտ ասած իր էշը զորբայությունով առաջ տանի, բայց նաև դեմ եմ նրան, երբ կնոջ կարծիքը հաշվի չի առնվում եւ կինը տան մեջ որպես կահույք է լինում։ Ու քանի որ ես տեսակով այդպեսին չէի, բնականաբար, նաեւ վստահ եմ, որ ամուսինս ինձ շատ է սիրում ու ինչքան էլ որ խոսում է, հաստատ ինքը հոգու խորքում հասկանում է, որ իր կինը վատ ոչ մի բան չի անելու։ Ես շարունակում եմ իմ գործը ու իրեն ասել եմ, գիտես, ես քեզ չեմ խանգարում, քո ճաշը կա, տունը հավաքած է, քո երեխաները խնամքի պակաս չունեն, սա իմ ընտրությունն է։ Ու քանի որ դու իմ ամուսինն ես, դու պարտավոր ես հարգել նաև իմ ընտրությունը։ Ես տարիների ընթացքում հասա նրան, որ ապացուցեցի, որ գիտես, Faberlic-ով մենք կարանք շատ բաներ անենք։ Սկսած դրանից, որ մենք մեր տունը, երազանքների տունը մենք վերցրել ենք Faberlic-ի փողով։ Երբ ես հասկացա, որ առաջին 9000 դրամը նստեց ու նույն դրամաբանությամբ կնստի նաև 100-ը, 200,000-ը, 300,000-ը եւ այսպես շարունակ, քանի որ մենք ընտանիքի մեծն էինք, պետք է առանձնանանք եւ բնականաբար պետք է տուն ունենանք, ես դրեցի ինձ իմ առաջ նպատակ, որ Faberlic-ով պետքա տուն առնեմ։ Գիտեք, ինչ հայացքների եմ հանդիպել, երբ ես դա բարձրաձայնում էի, քմծիծաղ, սենց կասկածամտություն, որ հա էլի Faberlic-ով տուն, ով ասել տենց բան, ու ասում էին դե լավ, կանես կտեսնենք։ Կիսուր մայրիկս մի անգամ ասեց, ի սրտե ուզում եմ, որ լինի, եթե կարծում ես, որ դա հնարավոր է, թող Աստված տա լինի։ Ես այդ խոսակցությունը չեմ կարող մոռանալ, վիդեո եմ անում, չեմ կարող մոռանալ ու բնականաբար լավ բաները պետք է միշտ ասվի։ Ես սկսեցի աշխատել թիմ զարգացնել, ուսումնասիրեցի տարբեր հաջողության հասած մարդկանց գործելաոճ ու սկսեցի ամենը վերցնել եւ կիրառել իմ խմբի համար։ Ու չեք հավատա, երբ որ հաջողության դուռը բացվում է, իրար հետևից բոլոր դռները բացվում են։ Իմ երազանքը, որ միշտ ուզել եմ աշխատեմ դպրոցում, գրանցվել եմ մայիսին Faberlic-ում ու սեպտեմբերին առաջարկ եմ ստանում, որ կարող եմ գամ ու աշխատեմ դպրոցում։ Բնականաբար ընդունում եմ այդ հրավերը, մտնում եմ դպրոց, բայց ես արդեն փոխտնօրեն էի Faberlic-ում։ 3 ամսում ես դարձա փոխտնօրեն։ Եվ սկսեցի գնալ դպրոց, սկսեցի աշխատել դպրոցում ու չգիտես ինչի խելքիս փչեց, որ պետքա փոխեմ մասնագիտությունս եւ ընտրեմ նոր մասնագիտություն ու նորից գործեր տվեցի համալսարան։ Եթե հիմա լիներ այդ նույն իրավիճակը, ես հաստատ չէի գնա ու ինձ այդքան չէի չարչարի, որովհետև գիտեք, դիպլոմը, կրթությունը քեզ տալիս է գրագիտություն, բայց անձնային դաստիարակությունը, անձնական աճը, դրանք էլ ավելին են տալիս։ Ինքնակրթությունը, այն ինչին, որ ես հասել եմ ինքնակրթության միջոցով, ինձ ոչ դպրոցում են սովորեցրել, ոչ համալսարանում ու եթե հաշվի առնենք, որ հիմա իմ դիպլոմները ուղղակի այնտեղ դրած են, նրանք ինձ օգնել են միայն ներանձնային շփումների դեպքում ու տվել են գիտելիքներ, թե այս իրավիճակներում ես ինչպես կարամ արձագանքեմ մարդկանց այս դիրքորոշումներին, այս իրավիճակին, ուրիշ ոչ մի բան։ Իմ երազանքները նրանք համենայն դեպս չեն իրականացրել, որպես այդպիսի նյութական առումով։ Եվ այսպես գնում եմ համալսարան եմ ընդունվում ու բնականաբար 2 տարի համալսարանական տարին ես կարողանում եմ պահել իմ փոխտնօրեն եւ ավագ փոխտնօրեն կարգավիճակները եւ տնօրենի բաղձալի կարգավիճակ ինձ համար դառնում է երազանք։ Նշեմ, որ գրանցված լինելուց 2-րդ ամսում իմ հեռախոսը փչացավ, դա եւս խանգարեց իմ գործին, որտեղ ես աշխատում էի on-line։ Մինչ այդ Հայաստանում ոչ մեկ on-line չէր աշխատում, ես որոշեցի, որ կարելի է այս մեթոդն օգտագործել, ռուսական շուկան բերել Հայաստան ու այդպես աշխատել ու ստացվում էր։ Հեռախոս փչացավ ու ստիպված գնացի վերցրեցի տվյալ ժամանակահատվածի համար 160,000 դրամ արժողությամբ հեռախոսը, դա ոնց որ հիմա ես գնամ ու վերցնեմ iPhone-ի վերջին մոդելի հեռախոսը, դա 16 թիվն էր։ Վերցրեցի ապառիկ այդ հեռախոսը ու պատկերացնում եք, ես մի քանի ամսում փակեցի այդ ապառիկը։ Հետո վերցրեցի նոթբուք։ Մի քանի ամսում փակեցի նաև այդ նոթբուքը։ Դրանից հետո մենք գնացինք մեքենա, մենք առանձնացանք ու սկսեցինք ապրել արդեն վարձով։ Մենք այդ ընթացքում փոխեցինք մեր մեքենան։ 3 տարի վարձով ապրելուց հետո մենք գնացինք մեր բնակարանը։
Ճիշտ է, մենք գնել ենք դա հիպոթեկով, բայց ես հիպոթեկի մեծ մասը մարել եմ Faberlic-ի եկամուտով, կանխավճարը տվել եմ Faberlic-ի եկամուտով։ Մենք դրանից հետո բնակարանը գնելուց հետո մի բնակարանի գնի արժողությամբ էլ վերցրել ենք մեքենան, ու այդ ամեն ինչը վերցրել եմ Faberlic-ի եկամուտով։ Ասել, որ հեշտ է եղել, ոչ մի դժվարություն չի եղել, ոչ մեկ ինձ չի նեղացրել, լաց արդյունք չի եղել, կնշանակի, որ ես ձեզ ստում եմ, որտեվ ես ունեցել եմ բազում անկուն գիշերներ, տառապանքներ, կոտրված լինելու զգացողություն, հիասթափություն, չհասկացված լինելու զգացողություն։ Ես մտածել եմ, որ կկոտրվեմ կողքի հայացքներից, ինձ հարազատ մարդիկ չեն հավատացել իմ ուժերին, մտածել են, որ ես ինչ-որ սեկտայի մեջ եմ, խաբեբայության մեջ եմ ու ինչ-որ անհայտ ծագման փողեր եմ աշխատում, չնայած որ իրանք էապես տեսել են իմ կյանքի որակի փոփոխությունը։ Բայց ես մի բան եմ հասկացել, որ եթե ես հետ կանգնեմ իմ երազանքներից, ես կմնամ նույն այն ստատուսի վրա, որում որ կամ կյանքի որակը ինձ համար չի փոխվի։ Իսկ ես ուզում եմ ունենալ ավելին, ցկտել միշտ ավելին ունենալ, կարողանալ երեխաներին ապահովել նրանցով, ինչով որ ցանկանում եմ։ Ու այդ ամեն ինչը ես պետք է անեմ այնպես, որ դա չխլի երեխաների ժամանակ, այլ ես կարողանամ տեսնել նրանց, մեծանալը, նրանց հետ լինեմ առօրյայում, հարցերի դեպքում կարողանամ տեղում լինեմ, ոչ թե ասեմ գործի եմ, չեմ կարողամ, չմասնակցեմ ոչ մի հանդեսի, ոչ մի առիթի, աշխատանքի պատճառով։ Իսկ հիմա այս աշխատանքի միջոցով ես կարողանում եմ լինել ամենուր, կարողանում եմ վաստակել ազատ գրաֆիկիս հաշվին, թեկուզ գիշերներն եմ աշխատում, ինչպես արդեն նկատեցիք, բայց ամեն դեպքում միայն այն, որ դու տանն ես, ընտանիքիդ հետ ես ու կարող ես դու կարգավորել քո առօրյան, արդեն դա մեծ բան է ասում։ Իսկ ցանցային բիզնեսի մոդելը Հայաստանում կամաց արդեն կարծիքը փոխվում է, մարդիկ սկսում են հավատալ, ինչը շատ կարևոր է, բայց միևնույնն է, սկսնակների մոտ միշտ լինում է, երբ հարազատ մարդիկ թերահավատորեն են մոտենում ու դա կարող կոտրի ձեզ։ Փորձեք, աշխատեք ձեր ենթագիտակցության հետ, ձեր մտածողության հետ, դուք կտեսնեք, որ ձեր կյանքում շատ բան կփոխվի, եթե դուք լիարժեք փոխեք ձեր պատկերացումներն ու մտածելակերպը ցանցային բիզնեսի մասին, հաջողությունն ավտոմատ գալիս է ու թակում է ձեր